Հայաստանում կամրջաշինության բազում նմուշներ ու հետքեր կան։ Մեր շինարար նախապապերը կամարաձև քարե կամուրջների պարզ ու կարճաթռիչ կառուցվածքներով իրար են կապել ոչ այնքան լայն գետերի, ձորերի ու կիրճերի ափերը։ Միջնադարյան քարե որոշ կամուրջներ, թեպետ կրողունակության տեսակետից այսօր էլ ծառայելու մեծ ներուժ ունեն, արդի պահանջներին գործնականում չեն համապատասխանում։ Դա բնական է, քանի որ ժամանակակից կամրջաշինությունն անհամեմատ մեծ թռիչքներով ու բարձր հենարաններով անցուղիներ կառուցելու, դրանով իսկ հեռագնա խնդիրներ լուծելու հնարավորություն է ընձեռում։ Հայաստանի Հանրապետության բնաշխարհի կտրտվածությունը նրա տարածքը դարձրել է չափազանց բազմազան, իսկ դա բնականաբար ենթադրում է ամուր ու դիմացկուն կամուրջների առկայություն։ Փոխադրամիջոցների թվի անհամեմատ ավելացումը ևս պարտադրում է ստեղծել նոր, խոշոր, բարձրաթռիչ ու ճկուն հենարաններով կամուրջներ։ (1950-70-ականներին), երբ Երևանը բուռն կերպով կառուցապատվում էր, քաղաքաշինությունը չարդարացված պակաս ուշադրություն էր հատկացնում տրանսպորտային հանգույցների շինարարությանը։ Հիմա բարեբախտաբար այդ բացը լրացվում է։ Դրա վկայությունն են մայրաքաղաքի տարբեր մասերում կառուցված կամուրջներն ու էստակադաները, որոնք նկատելիորեն թեթևացրել են տրանսպորտի աշխատանքը, դրանով իսկ ապահովելով բնակչության անվտանգ երթևեկությունը։ 2000 թվականին Երևանում Լամբադա, Կիևյան, Հաղթանակ եւ այլ կամուրջներին ավելացավ Դավիթաշենի կամուրջը, որի շինարարությունը սկսվել էր դեռ 1970-ականների կեսերին։ Այս մետաղական կամուրջն իրար է միացնում Արաբկիր եւ Դավիթաշեն թաղամասերը, որի արդյունքում էլ մայրաքաղաքում զգալիորեն բեռնաթափվել է տրանսպորտի երթևեկությունը։ Կամուրջի երկարությունը 496 մետր է, լայնությունը 32, իսկ բարձրությունը հասնում է շուրջ 92 մետրի։ Իր գոյության 12 տարիների ընթացքում Դավիթաշենի կամուրջը պարբերաբար նորոգվել է, վերացնելով առաջացած փոքրիկ թերությունները։ Այսօր քաղաքի ինքնատիպ այս կառույցը հպարտության զգացողություն է հաղորդում վրայից անցնողին կամ կողքից դիտողին։ Քանի որ կամրջաշինությունը պետության մենաշնորհն է, հասկանալի է, որ համարձակ ծրագրեր ու նախագծեր մշակելու, դրանք կյանքի կոչելու ամենակարևոր նախադրյալը երկրի տնտեսական ընձեռումների մեծացումն է։ Եվ այս առումով կարող ենք ասել, որ Հայաստանն այսօր որոշակի հնարավորություններ ունի եւ պատկանում է շինարարության այս ոլորտը զարգացնողների շարքում։